Սիրելիներս, բարի լույս, ինչպես եք, մեզ մոտ այսօր օրը շաբաթ է, վաղ ենք վեր կացել, քանի որ երեխաները արթնանում են, մասնավորապես Էրիկը վերջ արդեն ցանկանաս չցանկանաս, դու ինքդ էլ վեր ես կենում։ Բազմիցս անգամ ասել եմ, հիմա նույնպես ձեզ ցույց եմ տալիս ամեն առավոտյան վեր կենալու պես, վեր կեղում եմ մեկ բաժակ սովորական սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ, ավելացնում եմ կես կիտրոն, մերթն մեկ մոռանում եմ, մեկ չեմ դնում, ավելացնում չիայի սերմերը կլինի 2-3 ամիս, որ առավոտյան չեմ օգտագործում, մի շրջան կար, որ անընդհատ դա խմում էի առավոտյան, կարող եք նախօրոք 15-ից 20 րոպե առաջ ջրի հետ խառնել, որպեսզի սկսի ակտիվանալ այդ իր ժելեանման զանգվածը սկսի դուրս գալ, որովհետև դա իրականում եթե առանց ակտիվացնելու խմեք, դա ակտիվանում է աղիների մեջ, շատ հաճախ առաջացնում է խցանումներ, շատ վտանգավոր է, այդպես չի կարելի։ Եթե դնում եք յոգուրտի մեջ, նույնպես պետք է թողնել 15-ից 20 րոպե, իսկ իդեալում լավ կլինի թողնել կոնկրետ յոգուրտի մեջ կամ մածունի մեջ, գիշերը պատրաստեք, դրեք, առավոտյան կարող եք ուտել։ Իսկ ջրի մեջ խմելու համար պետք է դնել մեկ բաժակ ջրին, 15 րոպե առաջ լցնել մեկ թեյ գթալ, խառնել, թողնել հասունանալ, այդ ընթացքում մինչև դուք պատրաստվեք, արդեն հեղուկը պատրաստ կլինի խմելու։ Նաև մեջը կարող եք դնել կիտրոնից բացի կես թեյ գթալ մեղր եւ խմել։ Դա իդեալական դետոքս է, մաքրում է օրգանիզմը գիշերվա ընթացքում կուտակված թույներից, շլակներից եւ հագեցնում է մեր օրգանիզմը վիտամիններով, միներալներով, հանքային նյութերով, որոնք որ անհրաժեշտ են մեր օրգանիզմներին, մասնավորապես շատ մաքրում է աղիները։ Ես այս պարագայում արդեն երկար ժամանակ է, որ չիան մոռանում եմ, չեմ դնում, որովհետև ժամանակի բերումով չի բավականացնում ժամանակս, բայց պատրաստում եմ ամեն առավոտ, արդեն կլինի 10 տարի, ես խմում եմ կիտրոնաջուր, վերջի 6 ամիս ավելացնում եմ մի փոքր կես թեյ գթալ մեղր, ասում են դա էլ է շատ օգտակար, ես էլ անում եմ։ Մի խոսքով սիրելիներս, այստեղ արդեն նախաճաշին ենք պատրաստվում, աղջիկներին նրբերշիկով եւ հավկիթով ձվածեղ եմ պատրաստում, մեզ էլ մաման արդեն նախորոք հավկիթն էր խաշել, այնպես որ մերը խաշած վիճակում կլինի իրենցը տապակած։ Կնախաճաշեն, կանցնեն գործերի, այսօր տան գործերը ոչ թե շատ են, այլ շաբաթվա ընթացքում փորձում ենք հիմնական այսպես մեծանել, որ արդեն ամեն օր մի փոքր ուղղակի մաքրելու կարիք լինի եւ վերջ, բայց ընդհանուր փորձում ենք շաբաթօրերն անել, քանի որ կիրակի օրերը զբաղված ենք լինում, երեխաները դասի են լինում, միջև գնում ենք դասի, գալիս ենք տուն, արդեն օրը գրեթե վերջանում է։ Դա էլ այդպես սիրելիներս, օրվա մեջ պլաններ ունենք դուրս գալու երեխաների հետ, Արտուրն ասաց այսօր մի փոքր երկար է աշխատելու, սովորաբար շաբաթօրերը ավելի քիչ է աշխատում, կեսօր ու մաքսիմալ կարող ենք ինչ-որ մի բան անել, բայց այս պարագայում երբ որ երկար է մնալու, ասած դուք դուրս եկեք երեխաների հետ, փոքր ժամանակ անցկացնեն, տեսնենք ինչպես կստացվի, որովհետև 3 երեխաների հետ դուրս գալը դա մի փոքր այլ է, որովհետև մեկը մի բան է ցանկանում, մեկը մի այլ բան է ցանկանում, վերջում ինչպես միշտ մեկն ու մեկը այսպես նեղացած հոգնած տուն է գալիս։ Մի քիչ էլ մեզ զայրացնում եմ, բայց երևի դա նորմալ է, երբ որ հասնում եմ պիկը, որ ինքս ինձ ասում եմ էլի հետ ասում լավ մեծանանք անցնի մի շրջան է, բոլոր երեխաներն են հիշում եմ, ես ինքս էլ եմ ունեցել իմ այսպես ասած փոքրիկ ապիզիկներ, որ սա չէի ուզում, նա չէի ուզում, ուտել չէի ուզում, հագնելը սա դուր չէր գալիս, նա մի խոսքով, բայց հետո մեծանում ես անցնում է։ Այդպես սիրելիներս, այստեղ արդեն մեր նախաճաշն եմ պատրաստում աղջիկներին է տարել եմ, մենք էլ գնանք նախաճաշենք, սրճենք եւ արդեն անցնենք տան գործերին, չգիտեմ կստացվի նկարահանել մաքրությունը թե ոչ, բայց այսքանով երևի թե այս պահին կամփոփեմ, հետո արդեն կմիանամ հաջորդ կադրերին։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, չմոռանաք բաժանորդագրվել, սեղմել զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր վլոգները, ցանկության դեպքում կարող եք կիսվել նաև ձեր ընկերների հետ։ Շնորհակալ եմ սիրելիներս, սուրճը պատրաստեք եւ եկեք վայելելու վլոգը։
Սիրելիներս, բարի օր, բարի կեսօր ավելի ճիշտ բոլորին։ Գնում ենք զբոսնելու, վերջապես դուրս եկանք տան գործեր նայեցինք, առավոտյան անպատճառ հավաք տանմաքրություն, լվացք, խոսքով ամեն ինչ։ Մենք գնում ենք դուրս զբոսնելու, Արտեն ասաց ինչ կլինի, դու հանիր, որովհետև ես երևի ուշ կգամ։ Մամայի հետ միասին կգնանք։ Հիմա ուզում եմ տեսնել որտեղ ենք դրել Էրիկի կիսաթև ժակետը, որպեսզի հագնի այստեղ։ Ահա։ Վերցնեմ ու գնանք։ Ամեն ինչ հավաքեցի, դասավորեցի, մաքրեցի, դրսում կճաշենք։ Երեկոյան էլ միսնեմ դուրս բերել, երևի չէ, հացի չկային պատրաստելու։ Մի հատ նայեմ ամեն ինչ փակետները, պատոհանը ու գնանք։ Ահա։ Վերցրելնես, գնացինք։ Վիկտորիա ջան։ Եկա։ Մաման ու երեխաներն էլ չէ, որ ինձ է սպասում։ Գնացինք Վիկ ջան։ Բադու ոչ մի բան չես հագնում։ Տենց ես մրսի։ Ասում չէ։ Ուրեմն տենց, հա Վիկտորիա։ Արի։ Դե ինչ ես դու էլ ասում, Կրիստ։ Ես իրան թաքուն եմ նկարում, դու էլ խաբար ես տալիս։ Մի ասա ձակու։ Դա պիտի ջղայնանը։ Կամանց Վիկ, կեղտոտա, փոշոտա, բալ։ Բայց նենց անձրև ա գալու, ինձ թվում է մամա հլա ամպերը նայի հեղին։ Կրիստիկ մի հատ բարևի։ Ոնց ես։ Դավես, ուր ես գնում։ Գնում տեղ չենք հասնում, չէ մամա։ Աստանասի։ Մամա ուզում։ Կողլն եմ մայնը։ Մենք թվում է, թե այսպես շրտներ կա ատամներիս է եվչում ու լինում է այդպես, որովհետև հետո կադրը մոնտաժ անելուց հասկանում, որ հա մաման ու Վիկտորիան էլ փոքր առջև են մեզանից նստել, սա հետի սիրած տեղն է ամենավերջում ու անկյունում, գնացինք, դե մեզ բարի ժամանց, ձեզ է բարի դիտում սիրելիներս։ Տատի, ոնց եք, խելոք ա մնացել։ Էրիկո, սրանք ա հաշվում, արեք դեկեք։ Չէ Հեսա գթան չի անի, արի սատիկին կամանց, ոյ, արի, մի վախեցի։ Ինչ է։ La mariquitas. Չէ, մարիկիտաներին չի կարելի։ En el colegio hay mariquitas, esos son zapateros. Նայ վախեն մա Կրիստիկ ասում ես որտեղ եմ։ Լդի Վիկտորիա մատի վրա, բայ։ Հələ մատդ մոտիկ բեք թպահի։ Se está comiendo la chuchera. Na, Ձեր հետևի ֆոնը ենքան սիրուն ամա։ Ամպերս շատ սիրուն են։ Կամա։ Աջիկնե նայ։ Վայ Վիկտորիա։ Ջրելն ես այս գազանիկը։ Բալ էլ ինչ թողնի արդեն։ Խեղճ մարիկիտան սատկեց։ Նենց սորը չդրեց խեղճ մարիկիտան։ Ոչ վախ ունի, ոչ բան հելիկը վերցրեց։ Ձեռքը պինդը պահել է, չեն կարում խեղճ զատիկին ձեռքից թողնել։ Դու վախենում ես, բայց ինքը չի բալը։ Հələ տենանք։ Mariquita. Sí, vamos. Ven, Cristina. Ven, gնում ենք ենտեղ, vamos. Երեքով միտեղ Վայ, Էրիկ
Eric, vamos, mete dentro, dentro. Dur tadını. Dur Eli dur. Vamos. Super. Երիկին ասում արի բարձրանանք այս կարուսելները, երիկ էստեղ իրենց վաղմունք է գտել։ Տուկ-տուկ արա, դե տուկ-տուկ արա թող բացեն, տուկ-տուկ արա երիկ, ասա տուկ-տուկ, ասա տուկ-տուկ, տուկ-տուկ, կես, կես, no, 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 այս գիտեմ դու ինչ ես ուզում անես, no, 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 մարախլապատ է, անպամած է ավելի, ճիշտ այնպիսի տպավորություն, որ ուր որ է անձրև է գալիս, բայց չէ, վախենալով եկա այստեղ մտածեցի, որ կարող եմ մնանք անձրևի տակ ու անձրևանոց չէի բերել ինձ հետ, բայց ակուրն ասած չէ գնա ուղղակի եղանակն էսպես անպամած, բայց անձրև դեռ չկա, փաստորեն հասցրեցի, Էրիկ չի կարելի, նո? Ուշկու միտքը ջուր մտնելն է, ձերքն էլ բարձրացրել է շորը բերը, որ ավելի հարմար անի, ապրես դու, դե գնացինք, ասա ադիոս։ Նայս ես արդեն եկել եմ տուն, այստեղ հրագարակ հասն եմ պատրաստում, երկրորդ շերտը ավելացել է, վարդեր եմ պատրաստում, այսինքն սովորական պիլմենու միսն է, մեկ գլուխ սոխ է աղացած, 3 բճախ սխտորի հետ, սամիտ եմ դրել փունջ, չոր պապրիկա, համեմունքներից աղ, կարմիր պղպեղ և սև պղպեղ։ Խմորը սովորական պիլմենու նույն խմորն է, այսպես հիմա ռուլետի պես փաթաթելու եմ և կտրատելու եմ, ստացվում է վարդի տեսքա։ Այս մի շերտը դնել եմ արդեն սառցախցիկ, որովհետև այն մյուսը մեզ բավական է, մեծ է ստացվում շատ, հագեցնող է, դրա համար ամեն մեկ այսպես 4-5 հատից ավել չես կարողանա ուտել, սա էլ կդնեմ սառնարան, երբ որ արդեն պետք լինի, սառցախցիկից դուրս կբերենք, կօգտագործենք, սա էսպես։ Կտրում ենք մոտ այսպես 1.5 սանտիմետր հաստության, շատ հաստ չենք անում, որ խմոր չմնա մեջը։ Պերսիրնես, մեկ ձեռքով դժվար է վերջացնեմ կամ հասնեմ ձեզ։ Սիրելնես, եփած վիճակում այսպիսի տեսք ունի։ Դե ինչ, հուսամ ձեզ լավ միտք կտամ, դուք էլ կպատրաստեք, մաղթում եմ ձեզ բոլորիդ բարի ախորժակ, մենք էլ գնանք ճաշելու։ Սիրելնես, ասում տող պատրաստերը լավ բան է, բայց որ այդքան սպասում է, խառնում ես, որպեսզի կրեմը պատրաստվի, երկար ժամանակից խլում, մոտ 15 րոպե այսպես խառնում եմ, վստահ եմ 15 րոպե այսպես կխառնեմ ու կխառնեմ։ Ինչ եմ դրել, 2 հագիտ եմ դրել, 90 գրամ ալյուր, 110 գրամ շաքարավազ և մոտ 700 մլ կաթը, 1 թեյ գթան վանիլի։ Հիմա այս ամենը խառնում ենք կրակի վրա մարմանդ, այնքան որ պնդանա, դառնա կրեմա նման զանված։ Թողնում ենք հովանա, մինչ այդ կասեմ ինչ ենք պատրաստում։ Գիշերվա ժամը 10:30 է, մոտ է ժամը 11-ին ու Էլենը պատրաստում է ճիչի մալակով։ Այստեղ ճաշը պատրաստ է, կմնա կհովանա, ու այսպես իմ համար կարծես թե հատակից կարծում որ իմ կողմից հետ սկսում է պնդանալ։ Մի քիչ էլ խառնենք, անցնենք արդեն խմորի պատրաստմանը։
ոնց որ հասնում ենք տեղ, ինչ կասեք։ Վերսիելինես, իմ գեղեցկուհին էստեղ պատրաստ է, այ այսպիսի թանդրության գրեմ է ստացվում, մասննդային թաղանթով ծածկում ենք ու թողնում ենք սառչի։ Մինչև խմորը պատրաստ ենք, շերտերը թխվի, արդեն սա բավականին հովացած կլինի ու հա, չենք մոռանում դուրս բերել նաև կարագը, կարագը հարկավոր է 300 գրամ։ Ելնես, իսկ խմորի համար մեզ հարկավոր է 2 հավկիլ, 250 գրամ շաքարավազ, 1 թեյ գթալ վանիլին, 120 գրամ կարագ և 4 ճաշի գթալ մեղր։ Հիմա այս ամենը խառնում ենք, որպեսզի դառնա համասար զանգված, դե բնականաբար կարագը չի կարող դառնալ, բայց երբ որ դնենք կրակի վրա, արդեն կլուծվի։ Կթողնենք հովանա սննդային թաղանթով, կծածկենք 10-ից 15 րոպե հետո արդեն ալյուրը մեզ հարկավոր է 600-ից 650 գրամ։ 50 գրամը պլյուս մինուս դուրս ենք հանում, կրկնակերու համար է հարկավոր լինելու, չմոռանամ ասել, երբ որ սկսում է կամանց եռալ, եզրերից սկսում է պղպջակներ առաջանալ, ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդա և խառնում ենք մոտ 5-ից 6 րոպե մարմանդ կրակի վրա, որպեսզի գույնը գեղեցիկ կարամելային երանգ ստանա։ Սա էլ էսպես ելինես։ Այս ընթացքում ավելացնում ենք սոդան և արագ-արագ խառնում ենք։ Ծավալը բարձրանալի է, ուրչելու է, դա նորմալ է, չանհանգստանալ։ Անգամ կարող է մինչև կարծրայի եզրով բարձրանալ, նորմալ է հանգիստ եղել։ Այդ ընթացքից սկսած, ինչ ավելացնում ենք սոդան, խառնում ենք 5-ից 8 րոպե, բայց պետք է խառնենք, որպեսզի հատակը հանգարց չկպչի, եթե կպչեց կվարվի ու լիստերից դառնա համ կգա։ Տեսեք արդեն ինձ մոտ սկսում է բարձրանալ ու փրփրել, մի տեսակ կրեմի նման է վերածվում։ Տեսեք, այ այսպիսի կարամելային երանգ ստացվեց։ Հիմա սա էլ սննդային թաղանթով կծածկեմ, որպեսզի կեղև չծածկի։ Մի փոքր կհովանա 15-ից 20 րոպե ու արդեն կավելացնենք ալյուրի մեջ։ Կհունցենք խմոր, մի փոքր կպչող խմոր է ստացվելու, հոգ չէ, դա նորմալ է, շատ ալյուր պետք չի ավելացնել։ Ավելացրեցի ալյուրի վրա, տեսեք ինչ սիրուն կարամելային գույն է ստացել։ Ուղղակի իդեալական է, հիմա խառնում ենք։ Այսպես շերտերն է շատ սիրուն գույն է ստացվում։ Հիմա խմորը հունցենք, բաժանենք գնդերի, 5 շերտ է ստացվում։ Եթե ուզում եք 4, կարող եք բաժանել նաև 4 մասի ավելի մեծ ստացվի։ Կրեմը արդեն պատրաստ է, վերջ կարագը հարեցի, այնքան որ սպիտակ է, ավելացրեցի քիչ գթալ եփած կրեմը և վերջ։ Տեսեք ինչպիսի համասար, գեղեցիկ, փափլիկ, ծակոտկենա կրեմ է դարձել։ Այստեղ էլ լիստերն են պատրաստ, 4 լիստ է եղել։ Սա էլ 3 շերտերը, հիմա կրեմապատեմ դնեմ երկրորդ շերտը, երրորդը, վերջի շերտը ոչինչ չենք դնելու, կրեմի տեսքով, հա, գլազուրը կպատրաստենք, կլցնենք վրան և կթողենք մինչև առավոտ հանգստանա։ Սիրելիներս, եկեք այսօր այսքանով դասվեժտամ, չգիտեմ ինչքանով կադրի մեջ ընկա թե ոչ, բայց մեզ մոտ ուշ, եթե ասեմ ժամը գիշերվա 3-ն է, հավատացեք, այդպես էլ կա, դրա համար ամեն ինչ հավաքեցի, մաքրեցի, հիմա գնամ հանգստանամ, վաղը կիրակի է, դպրոց են, բայց ամեն բան արեցի, դաշը պատրաստել եմ, տորթը պատրաստել եմ,
տեսանք վաղ ինչ օր է բացվելու, ոչ մի բան չեմ ուզում պլանավորել, եթե ստացվի ինչ-որ տեղ կգնանք երեխաների հետ դասից հետո, եթե ոչ ուրեմն տուն, դասեր, որովհետև այս երկու օրը ոչինչ չեն արել, այսինքն ուրբաթ այսօր դուրս գնացինք ոչինչ չեն արել, դրա համար երևի թե վաղ կգնանք դասի ու կգանք տուն։ Այսինքն ստույգ չեմ կարող ասել, մեկ է տեսար Արտուրը կարող է ասել, արի գնանք ես ինչ տեղը, ինչևէ, մեզ պահի դրությամբ սա է, եկեք ձեզ հրաժեշտ տամ, հուսամ այսօրը վլոգը ձեզ դուր կգա, սիրով կդիտեք, կթողնեք ձեր մեկնասիրելներս, արդեն երկրորդ վլոգն է չեմ հասցնում մեկնաբանություններին պատասխանել, ինձ ներեցեք, ժամանակ կգտնեմ բոլորի նամակներին, գոնե սրտիկը կդնեմ, բայց այս երկու օրը կեր զբաղված եմ, ժամանակ չի եղել։ Այդպես, դե ինչ, մնացեք բարով և խաղաղությամբ, սիրելիներս կհանդիպենք հաջորդ վլոգում, սիրում եմ բոլորից շատ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, մնացեք բարով և խաղաղությամբ։